Կառավարության նիստում ընդունված նոր որոշման համաձայն վարորդական իրավունքի քննություն կարելի է վերահանձնել հաջորդ օրը հավելյալ գումար վճարելով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով բազում քաղաքացիներ են դիմում, ասելով, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել սեղմ ժամկետում կրկին քննություն հանձնելու համար։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45,000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձի ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30,000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Խոշորացված բուհերի կառավարման մարմիններում չեն ներգրավվի կուսակցական անձինք եւ պետական պաշտոնյաներ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում կան լուրջ ու համակարգային խնդիրներ, ներկայացնելով փոփոխությունները։ Օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն, մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն եւ անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար, ներառելով անհատական պլանով եւ կամ ընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորությունը։ Ուսանողական համարժեք փորձառությունը ընդհանրապես դառնում է օրենքի կարևոր առանցքներից մեկը։ Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն իրենց գործառնությունը։ Նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Մենք հրաժարվում ենք նպաստի մոտեցումից եւ կրթաթոշակային քաղաքականություն դառնում է պետական աջակցության հիմնական ձևը, շատ թիրախային եւ ըստ այդմ նաեւ առաջադիմության խրախուսման, ինչպես նաեւ նպատակային ուսման վարձի, կեցության ծախսերի եւ նպատակային կրթության կազմակերպման համար։ Այսուհետ գյուղատնտեսները կկարողանան ձեռք բերել մինչև 500 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ նախկին 250-ի փոխարեն։ Հավանության արժանացած այս նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով նախագիծը կնպաստի գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողների թվի աճին։ Մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք որ այսպես ասած ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում, նրանք վաղուց հատել են այդ շեմը եւ չեն կարողանում մաչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը։ Այս առումով մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մաչելի գներով ձեռք բերեն։ Կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67,5 միլիոն դրամ Եվրամիության 7 նորմերի տեղայնացման համար։ Գործընթացի այս փուլում 2025 թվականին առանձնացրել են առաջնահերթ 7 ենթավոլորտներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ, նշել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Մասնավորապես առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը՝ երկաթուղիներ, երրորդը՝ օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը՝ օդանավակայաններ, հինգը՝ ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը ինժեներագեոդեզիական հետազննում եւ 7-ը շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն։ Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալվում է ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության եւ համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն։